Սպանության նախապատրաստություն Վանաձորում 17-ամյա դեռահասի մասնակցությամբ, սպանություն Սպիտակում կրկին 17-ամյա երիտասարդի մասնակցությամբ, որի պատճառն ըստ քննության աղջկան երկար նայելն էր։ Վերջերս Լոռու մարզը ցնծած այս աղմկահարույց դեպքերը անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների աճող վիճակագրության ընդամենը 2 դրվագներն են։ Թվերը խոսուն են։ Քննչական կոմիտեի տվյալով 2025 թվականի միայն առաջին կիսամյակում քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 298-ի դիմաց։ Սա 2022 թվականից սկսված աճի շարունակությունն է։ Ցանկում ծանր հանցագործություններ են՝ սպանությունը, առողջությանը վնաս հասցնելը, ավազակությունը, թմրանյութերի շրջանառությունը։ Սոցիոլոգ Միրա Անտոնյանը համոզված է, համակարգն աշխատում է հրշեջի սկզբունքով, արձագանքելով միայն ծայրահեղ դեպքերին։ Սովոր չենք մեր երկրում ընդունված չի վաղմիջամտությունը կազմակերպել եւ դա կազմակերպված գործընթաց չի։ Մենք սոցիալական պաշտպանության ոլորտում հրշեջ մարողներ ենք։ Կա սկանդալային իրավիճակ, կա ծայրահեղ իրավիճակ, բնականաբար արձագանքում ենք եւ արձագանքում ենք արագ հուսամ եւ արձագանքում ենք հուսամ արդյունավետ։ Բայց խնդրեմը նրանումն է, որ այդ խնդիրները ժամանակի մեջ են զարգանում եւ խորանում, իսկ մենք մի տեսակ ուշանում ենք մեր միջամտության։ Ոստիկանության գնդապետ փորձագետ Նելի Դուրյանը, որ տարիներ շարունակ ղեկավարել է անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող ստորաբաժանումը, խնդրի լուծման բանալին տեսնում է մի քանի ուղղություններով։ Առաջինը ծնողական պատասխանատվությունն է։ Հենց ինքը ծնողը պետք է ցանկանա երեխային ընդգրկի որևէ մի խմբակի մեջ։ Ծնողը զբաղվի երեխայի զբաղվածության հարցով, փողոցից կտրի, ուշադրության կենտրոնում պահի, որպեսզի երեխան դուրս չգա փողոց, չկատարի իրավախախտում, հանցագործություն չկատարի, այո, եւ պետությունը իր կողմից արդեն պետք է համապատասխան անվճար խմբակներ լինեն, հա։ Դուրյանը հիշում է, եղել են տարիներ, երբ համալիր աշխատանքի արդյունքում անչափահասների գաղութը պարզապես դատարկվել է։ Մանր հանցագործություններ անում էին, բայց ծանր հանցագործություններ չկային։ Դրա հիմքում ոստիկանության եւ հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցություններ։ Շատ սերտ համագործակցություն, շատ սերտ հասարակական կազմակերպությունների հետ։ Թիվը մեծ էր, բայց մի քանիսն էին, որոնք բավականին արդյունավետ աշխատանք էին իրականացնում։ Հասարակական կազմակերպություններից որոշը, որոնց հետ ոստիկանությունը ստեղծել էր մի մոդել, բացառիկ մոդել, դա Հայկական օգնության ֆոնդի երեխաների աջակցման կենտրոններ։ Մեկ այլ կարևոր օղակ էր դպրոցական տեսուչի ինստիտուտը, ոստիկաններ, որոնք աշխատում էին ավագ դպրոցներում, կանխելով վեճերն ու հաստատելով վստահության մթնոլորտ։ Այս ինստիտուտն այսօր այլևս չի գործում։ Երեխաների այդ արդեն դեռահասության տարիք, հա, 15, 16, 17 տարեկան տղաներ եւ արդեն միջանձնահարաբերություններ, կռիվներ, ինքնահաստատում, մյուս տարբեր են խնդիրները, գիտեք, նույն ինքը ծնողը այնպիսի հուզական հոգեվիճակի մեջ է, հոգեբանական խնդիրներ ունի, այսինքն այստեղ պետք է լինի նայեք համայնքի հետ աշխատանքը, շատ կարևոր է, կան խնամակալության մարմիններ։ Մինչ վիճակագրությունը շարունակում է արձանագրել անչափահասների կատարած հանցագործությունների աճ, մասնագետները մատնանշում են համակարգային բացերը։ Մի կողմից վաղ կանխարգելման մեխանիզմների բացակայությունը, մյուս կողմից արդեն իսկ գոյություն ունեցող եւ արդյունավետ գործած ինստիտուտների վերացումը։ Աննա Հարությունյան, Reopen Media։